Հետո Լապշինը գալիս է, երբ որ ես վարչապետից հեռանում եմ, մի քանի րոպե հետո Լապշինն է գալիս, միասին վերադառնում ենք Երևան, դա Գավառում էր։ Իմ մեքենայով վերադառնում ենք Երևան։ Ճանապարհին ինձ ասում է, գիտես, հիշեցնում եմ, դա 19 թվականի մայիսի 11-ին էր։ Ասում է, դուք շուտով պատերազմով Արցախը հանձնելու եք Ադրբեջանին։ Ասում եմ, այսինքն։ Դե ասում է Լապշին, Վովան, Վլադիմիր Կարապետյանն ինձ ասաց, որ դու շատ ես Ադրբեջանի դեմ խոսում, Ադրբեջանի դեմ միջազգային դատարան ես դիմել եւ այլն, բայց իմացիր, որ մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գնալու ենք նոր մեր ինչն ենք փոխում, օրիենտացիան փոխում ենք, իր բառերն է, օրիենտացիան փոխում ենք եւ մենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամության ճանապարհով ենք գնում։ Ասում եմ, ես հարցնում եմ, ո՞նց եք գնալու այդ ճանապարհով, չէ՞ որ նրանք Ղարաբաղն են ուզում, իսկ առանց Ղարաբաղը տալու չեք կարող այդ ճանապարհով գնալ։ Ինձ ասեց, իսկ ով է ասում, որ չենք տալու։ Հարցնում եմ, բայց ո՞նց եք տալու։ Բանակը չի տա, ժողովուրդը չի տա, ասում է, ժողովուրդը մի քանի հազար զոհվոր տա, լավ էլ կտա։ Այսօր ասում են կարող են կանխել պատերազմը։ Կարող են կանխել պատերազմը, որի արդյունքում մենք ունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Այս նույն վիճակը բոլոր հարցերը, բոլոր նրբություններով։ Ախր բաներ կա, ես հիմա չեմ կարող հրապարակային ասեմ, որովհետև դրանով մեր ապագա բանակցությունները կվնասեն։ Մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի։ Ուրիշ որևէ տարբերակ չկար, պարզապես չկար։ Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18-19 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել։ Ասում եմ, ես հարցնում եմ, ո՞նց եք գնալու այդ ճանապարհով, չէ՞ որ նրանք Ղարաբաղն են ուզում, իսկ առանց Ղարաբաղը տալու չեք կարող այդ ճանապարհով գնալ։ Ինձ ասեց, իսկ ով է ասում, որ չենք տալու։ Հարցնում եմ, բայց ո՞նց եք տալու։ Բանակը չի տա, ժողովուրդը չի տա, ասում է, ժողովուրդը մի քանի հազար զոհվոր տա, լավ էլ կտա։ Բացատրի դու ինչի չես զոհվել։ Դու ինչի մի խրամատում չես զոհվել։ Այս տահակ եկել ես Երևան դիվիժենիներ անելու